պատրաստում։ Ռոբերտ Քոչարյանն բերվել է դատարան, որովհետև միջնորդությունը կալանքի եւ ձերբակալված անձը միաժամանակ են ներկայացնում դատարան։ Գործը մակագրվել է իշխոր դատական 8:30, նյութերը նոր են ստացել, չենք հասցրել ծանոթանալ, 2 ժամից մոտավորապես է եւ նույնիստից հետո ավելի մանրամասն ձեր դետալներ կներկայացնեմ այս պահին նյութերի միացան։ Մի վարքան Ծարքիս Դադոյան Ո՞նց են վստահել դատարան եւ ձերբակալված անձը միշտ հետևողան բանով ապետել մոտ։ Ես երբ որ իմացել ենք որ տեղափոխել են, մենք ներկայացել ենք եկել ենք։ Նայեք, պարոն Քոչարյանը մի մոտ 2 շաբաթ առաջ, 10-15 օր առաջ վիրահատություն էր տարել, դրանով էր պայմանավորված ձերբակալման գործընթացում, քանի որ տենց ինտենսիվ գործողություններ էին, դրանով պայմանավորված առողջական վիճակի որոշակի սրացում կար, հիվանդանոցում էր, ես այս պահին վերջին հիվանդանոցից տեղափոխելուց առաջ վիճակի մասին տեղեկություններ չունեմ, միայն կարող եմ ասել, որ 3 դատական նիստը տեղի չի ունեցել, որովհետև բժշկական ցուցում է եղել, որ չի կարող տեղափոխվել, որովհետև կարող է վիճակի սրացում տեղի ունենա։ Իսկ այսօր ինչ է։ Ավարտեմ, ուրեմն վիրահատությունը ենթադրում է, որ մոտավորապես մի ամիս ռիսկային գոտի է եւս 3 ամիս պետք է հասկողության ներքո գտնվի անձը, այդ հետվիրահատական, այսինքն ինքը ուժորտի վրա վիրահատությունը եւ համապատասխանաբար այդ փուլում պետք է գտնվի վիրահատության ներքո ընդհանուր առմամբ եւ այսօր հիվանդանոցից տեղափոխելուց առաջ ինչ ա եղել, ինչ չի եղել, դետալներ չեմ տիրապետում, հիմա կճշտենք, երբ որ նյութերը նայենք։ Այսինքն եթե ուղարկում են դատարան, ուրեմն բժշկի ցույց։ Ենթադրվում է, որ առողջական վիճակը բավարարել է, որպեսզի տեղափոխվի, Այսինքն այն տեսակետը, որ հնարավոր է այսօր դատական նիստը չկայանա կամ հետաձգվի հենց առողջական վիճակի մասով, այդպես չի լինելու։ Նու այս պահի դրությամբ ես չեմ կարող գուշակել, հիմա տարբեր պատճառներ կարող են լինել, չէ, հիմա ուզում եմ ասեմ, հիմա ունենք նյութերին կծանոթանանք, դատական նիստը կլինի, հիմա եթե առողջական վիճակը լավ չի լինի, կքննարկենք, եթե Նայեք, առողջական վիճակի խնդիր կունենան, կդիտարկեն, խնդիր չենք ունենա, չեմ կարող ասել, եթե ես հիվանդանոցից չեմ եկել եւ ինչ մեքենայով եմ տեղափոխել, չեմ կարող ասել։ 8:30 լինելու։ 20:30 այո։ Պարոն Արբելյան, Վերջին հարցին պատասխանը։ տպավորությունը, որ այսինքն ամեն գնով ուզում է ակտորոպցիոն կոմիտեն տանել կալանքի երկրորդ նախագահի, որտեղ 3 ոնց հասկացան 2 անգամ իշխանությունը ներկայացնում է կալանավորման։ Չէ։ Տպավորությունը չեմ կարող խելքել, այսինքն տպավորություն չի, ցանկանում են ամեն գնով տանել կալանքի, երբ որ ձերբակալման է 24-ամյա ռեժիմն է հենց կալանավորման նպատակով են ձերբակալում դատարան ներկայացնելու համար։ Թե հիմա ամեն գնովա, ոչ ամեն գնովա կրժբարանամ ասեմ, 3 24-ամյա ռեժիմով է ձերբակալության ժամկետը անցավ, համապատասխանաբար հնարավոր չէ, դրանից հետո նոր ձերբակալության որոշում են ընդունել, այստեղ հիմա շատ չդետալացնեմ, դրա մասին որոշակի դիրքորոշում ունենք դրա օրինականության հետ կապված, դա դատական նիստով կանդրադառնանք եւ դրանից հետո ավելի մանրամասն կներկայացնեմ եւ դրանից հետո ոնց որ նորից ներկայացել են դատարան, համապատասխանաբար։ Կոնկրետ ինչի մասին, կոնկրետ այս գործը։ Մեղադրանքը այնքանով ներողություն եմ խնդրում, թողնենք Նայեք, մեղադրանքի մասով շատ հակիրճ կասեմ, մնացածը արդեն դատական նիստից հետո ուղղակի որ հասցնենք, էլի զուտ։ Մեղադրանքը վերաբերվում է նրան, որ ինքը լինելով նախագահ կատարել է սահմանադրական պարտականությունը, այն է վավերացրել է կառավարության որոշումները, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95/2005 թվականին գործած խմբագրությունը ենթադրում էր հետևյալ կառուցակարգը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, որը որոշումները ընդունում են նախարարները, վարչապետը ստորագրում է վարչապետը եւ ավերացնում է նախագահան։ Ի տարբերություն օրենքների, որտեղ կար այն ժամանակ վետո իրավունք, հետ ուղարկելու, որևէ ընդհանրակարգ չվավերացնելու կառավարության որոշումները չկար եւ մեզ առնվազն հայտնի չի, սա ինչի եմ ասում, որովհետեւ ընտրություններից հետո այդ որ ԿՀ-ում բարույթ էր եւ էլի նմանատիպ մի էպիզոդը դրան էր վերաբերվում, հա 2000-ական մինչև 2005 թվականին է վերաբերում, էլի, այսինքն այդ անշարժ գույքերը հիմա սովորական կառավարության որոշումների մասին է, ավելի մանրամասն կասեմ ձեզ դատական նիստից հետո ուղղակի զուտ ֆիզիկապես հասցնելու առումով խնդիրը հետեւյալն է, այսինքն ինչ որ տարբեր հողերի մասին է խոսքը գնում, որոնք
վաճառվել են ինչ-որ ընկերությունների, որտեղ ուղղակի տեքստում պարոն Քոչարյանը դրանց մեծ մասին ընդհանրապես տեղյակ չէր, այսինքն չի իմանում ինչա, հիմա պետք է մենք նայենք հասկանանք ինչ նյութերը ինչա ոնց է, մի մասը ինչ-որ մարդկանց հետ վերջնական, ասենք մի քանի վաճառքից հետո մարդկանց է պատկանում, ովքեր ինչ-որ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանին, բայց ուղղակի իրեն պատկանելու կամ ինչ-որ անձնական շահագրգռվածության հիմքերը չենք տեսնում։ Դրա մեջ է մտնում նաև հողերից մեկը Պլեսիցի ինքն էլ ժամանակ եղել է Պաշտպանության նախարար, Անդրանիկ Մարգարյանը եղել է վարչապետ, Էլնեղով կար Երևանի քաղաքապետներ ոնց որ այն ժամանակ գնահատում են, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ համանշտարակություն Բովանդակային չեմ տիրապետում, ընդհանրապես այս գործին բացասական են վերաբերվում դրա գոյությանը։ Եվ Սերժ Սարգսյանի մասով եւ Ռոբերտ Քոչարյանի մասով, առավել եւս Երջանկայի շտակ Անդրանիկ Մարգարյանի մասով։ Էլի, այսինքն այս արդեն քրեական դատավարության օրենսգրքի որոշակի տեխնիկական մեկնաբանության արդյունքով կիրառում են, որ առաջին դեպքը չի վերջին մի քանի ամսվա մեջ Գորիկ Հակոբյանի հետ դեպքում եղավ ոնց որ հայկարությունային մի քանի դեպք ունեցանք։ Ես ներողություն եմ խնդրում, 8 անցքես, երբ որ մենք կգանք, նիստը կլինի, նիստից հետո եթե այստեղ կլինենք հետաքրքիր կլինի, հարցերին կպատասխանեմ։ Ձեզ լավ երեկո։